Ջեբերս կարամ ստուգիլ տամ, մի հատ զաժիգալ կայա, ուրիշ ոչ մի բան։ Ու հարցնես կասից չի բավականացնում։ Այդ բարձրացրածը էական որևէ բան չտավեց, որտեղ չբարձրացրած արդեն ինքը մի բանի պետք էր։ Օրվա մարդու սնունդի 40 մասը հազիվ ապահովում է։ Ես երևի ամենաբարձրներից մեկն եմ ստանում, բայց համարյա ոչինչ էր։ Եթե երեխեք չլինեին, ես սոված կլինեի։ 2 ամիս առաջ ինքն ասեց 10,000 դրամը ինչ պետք է տա, իսկապես ինչ պետք է տար։ Էականորեն ոչ մի բան չտվեց։ Պարզապես թոշակառուներին կաշառեց։ Ինչու մինչև ընտրությունները չէր բարձրացնում թոշակները, հենց ընտրական այդ բաները մոտեցավ, արդեն նոր հիշեց, որ կարելի է 10,000 դրամ բարձրացնել։ 10,000 դրամը ինչ է։ Ոչ մի բան։ Նա գիտեր ինչ էր անում, նա գիտի ինչ է անում։ Դե թող մինչև էս բարձրացներ, ինչի չէր բարձրացնում։ Այդ բոլորս գիտենք, որ ձևական բաներ է։ Եվ ընտրակաշարք, եւ ձևական, որ վերցնում ես 10,000 դրամ ինչ է, այս ապրանքի գների հետ համեմատած։ Մտնում ես խանութները, վախենում ես, որ գները հարցն է, սարսափելի գներ են։ Նու հիմա արդեն դարձավ 56, բայց դե 56-ը ինչ է։ Միայնակ թոշակառու եմ։ Ինչքան առողջական պրոբլեմներ ունեմ, չգիտեմ, դեղերի փող տամ, ուտելիքի փող տամ։ Այդ 10,000 դրամը այդ փող չէր, որ բարձրացրեց, ոնց որ ծիծաղա ժողովրդի վրա։ Թոշակների բարձրացումը կարար 2 տարի առաջ էլ թոշակների բարձրացում աներ, բայց խի ընտրության ժամկետը եկավ, նոր թոշակների բարձրացում արավ։ Կարծում եմ ընտրակաշարք է։ Ինչ սոցիալական էլ ինչ ասենք, սոցիալական էլ թոշակը միանից բարձրացավ, միանից էլ ապրանքները թանկացավ։ Ամեն ինչն էլ թանկացավ, ամեն ինչ։ Հասարակ ձվից բռնած ամեն ինչն էլ թանկացավ։ Վայ, մեծ կապ ուներ։ Դա էլ ընտրակաշարքի նման մի բան է իմ կարծիքով։ Դրանից առաջ ասում էր, ինչ բարձրացնեմ այդ 10,000-ը, ինչ անում, ժողովուրդը ինչ պետք է անի այդ 10,000-ով, գեշ խոսում էր, ուրիշ բան ես չեմ կարող ասեմ։ Հետո ընտրությունները առաջ ընկավ, սկսավ բարձրացնել, որպեսզի ժողովուրդը իր կարծիքով իրան ձայն տա, բայց խելքս չի կտրում, որ adekvat մարդիկ իրան ձայն տա։ Դե ասում էր, որ բյուջեն փող չկա, խի ենք բարձրացում 10,000-ով։ Երևի շատ հնարավոր է, որ կա այդ բան։ Ինձ թվում է երևի, հա։